Մակրտչյան, իմ հարցը ոչ թե վտանգավոր թափոններին է վերաբերվում, այլ կոշտ կենցաղային թափոններին է վերաբերվում։ Բնականաբար գիտակցելով, որ կոշտ կենցաղային թափոնների մեջ կան նաև վտանգավոր թափոններ, օրինակ այդ ալկալիական մարտկոցները, որը դուք նշեցիք։ Ակնհայտ է, եթե ես երեխու խաղալիքը անում եմ, այդ կոշտ կենցաղային, ինչ պետք է անեմ այդ ալկալիական մարտկոցը։ Կառավարությունը 16 թվականից սկսել էր Կոտայ Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների ծրագիրը, սանիտարական աղբավայրի կառուցումը։ Քննարկման փուլում էր նաև Տավուշ Գեղարքունիքի, ներողություն, Լոռի Տավուշի, եթե չեմ սխալվում, Լոռի Տավուշի, այո, Լոռի Տավուշի սանիտարական աղբավայրի կառուցման խնդիր։ Համարյա 10 տարի է անցել, դուք որևէ տեղեկություն ունեք կառավարությունը վերջը երբ է շահագործման հանձնելու Կոտայք Գեղարքունիքինը, որ առաջի փուլում գոնե, շնորհակալություն։ Պարոն Խաչատրյան, այս պայստույկ տեղեկություն չունեմ, երբ է շահագործման հանձնելու, իրականում, ինչպես գիտեք, թափոնների կառավարման լիազոր մարմինը ՏԿ նախարարությունն է, բայց մենք գործընկերների հետ ձեզ այդ տեղեկատվությունը կփոխանցենք։ Համեցեք արձագանք։ Պարոն Մկրտչյան, այո, ես հասկանում եմ, որ դուք չեք ՏԿ-ն, եւ ես նաեւ գիտեմ, որ կապիտալ ծախսերը էապես թերակատարվում են, բայց եւ ինչպես նաեւ Նուբարաշենինը, Երևանինը, ես կխնդրեի, որ որևէ տեղեկություն տրամադրեք, եթե հիմա չէ գոնե երկրորդ ընթերցման ժամանակ, որովհետեւ աղբավայրը սանիտարականը կամ աղբավայրի նպատակը միայն այն չի, որ տհաճոտ է գալիս եւ էսթետիկ տհաճություն է պատճառում, դա նաև առողջությանը եւ շրջակա միջավայրին սարսափելի վնաս հասցնելը, եթե ոչ կանխելը, գոնե նվազագույնի հասցնելն է։ Եվ ես կարծում եմ, որ նաև ձեր նախարարությունը պետք է բորի նման անընդհատ բզի, որ իրանք տեղից շարժվեն, sense չինի կապիտալ ծախսերը 20%-ի կարգի են գնում։ Սա անթույլատրելի է եւ ես կխնդրեմ, որ հաջորդ անգամ երկրորդ ընթերցման ժամանակ նաև որոշակի տվյալներ ներկայացնենք, շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Խաչատրյան, այո, իրականում թափոնների հետ կապված խնդիրը մեկ նախարարության կամ մեկ գերատեսչության խնդիր չի, դա բոլորիս խնդիրն է եւ թափոնների հետ կապված գլոբալ խնդիրների լուծման համար կառավարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ, ամեն մեկն իր մասով, ինչ վերաբերում է ձեզ հետաքրքրվող տեղեկատվությանը, այո, երկրորդ ընթերցումից առաջ դա ձեզ կներկայացնեմ, ոչ մի խնդիր չկա, շնորհակալ եմ։